Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մինչև ելույթս ողջունում եմ մեր աշակերտներին, դուք եք մեր ապագան այս երկրի տերը եւ տեր եղեք ձեր ունեցածին, ձեր երկրին եւ ոչ մի ապազգային իշխանության կողմ չքվեարկեք, առավել եւս սրտիկներ մի փոխանցեք։ Շնորհակալություն։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25 թվականի կատարած գործողությունների, կատարած քայլերի հաղորդումը, որը կոչված է հետևելու ինչպես են կայանալու ընտրությունները, ինչ պետք է անել, որ ընտրությունները լինեն առավել թափանցիկ, արդար, ազնիվ եւ ընտրությունների արդյունքները ինչպես կյանքի կոչել։ Իսկ ինչի մասին են առաջիկա ընտրությունները, հունիսի 7-ի ընտրությունները։ Առաջիկա ընտրությունները ազգակործան երկիրը կտոր թշնամուն հանձնող, իր իշխանության վերարտադրության համար ամեն ինչի պատրաստ իշխանությունից ազատվելու մասին է։ Առաջիկա ընտրությունները երկիրը այս մարտահրավերներից հանելու ծրագիր ունեցող եւ ամենակարևորը այդ ծրագիրն իրականացնող թիմ ունեցող ուժերին, ազգային ուժերին իշխանության բերելու մասին է։ Այս ընտրությունները ըստ էության եկել են ասելու, որ գալու են ասելու, որ մենք դեմ ենք այս իշխանության վարած քաղաքականությանը, գալու են ասելու, որ մենք չենք ուզում որևէ կերպ ազգակործան պետականական իշխանության վերարտադրությունը։ Իսկ ինչու են ուզում այս ուժերը վերարտադրվել, շատ հետաքրքիր հարց է։ Նրանք ուզում են, որովհետև իրենք, ես միշտ ասել եմ, ավելի լավ, քան իրենք, ոչ մեկը չգիտի, թե իրենք ինչ են խոստացել իշխանության գալուց, ինչի դիմաց են խոստացել իշխանության գալուց եւ ինչ պատժի կարժանանան, եթե այդ խոստումները չկատարվեն եւ իրենց իշխանության բերողների կողմից իրենք ինչ պատժի են արժանանալու։ Ինչու են ուզում վերարտադրվել, որովհետև նրանք վախեր ունեն իրենց խոստումները չկատարելու դիմաց այդ պատժին արժանանալու, որովհետև իրենք վախեր ունեն, որովհետև ունեն ծրագրում խոստումներ, որոնք դեռևս իրականացնելու են, որի մասին ամեն Աստծո օր Ալիևը հիշեցնում է իրենց։ Ալիևը ամեն օր նրանց հիշեցնում է, որ իրենք դեռ սահմանադրությունը չեն փոխել։ Իսկ ինչու է սահմանադրություն փոխելու, որովհետև հոդված առաջինը, որը հղվում է սահմանադրության առաջին հոդվածը հղվում է անկախության հռչակագրին, այդ հռչակագրում հստակ նշվում է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը միջազգային հարթակներում շարունակելու մասին, հստակ նշվում է Արցախի հանրապետության երաշխավոր լինելու մասին եւ այս հոդվածը հեռացնելու համար պետք է սահմանադրություն փոխել, ոչ թե սահմանադրական փոփոխությունների գնալ։ Եվ Ալիևը նրանցից պահանջում է, այս իշխանություններից պահանջում է այդ սահմանադրության փոփոխությունը, հակառակ պարագայում պատժի են արժանանալու։ Ալիևը նրանցից պահանջում է 300,000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, ինչու, որովհետև այդ 300,000 ադրբեջանցիները տեղավորվելով Հայաստանում շատ կարճ ժամանակում դառնալու են ավելին, քան 300,000-ն է, մինչև 1 միլիոն, իսկ իրենց նիկոլիզմի թեզ 002-ով հստակացվում է այն քաղաքացի, այն մարդը, ով բնակվում է Հայաստանում, դառնում է Հայաստանի քաղաքացի եւ երկրի տերը։ Ասել է, թե մի քանի տարի հետո Ալիևի պահանջով 300,000 բնակեցումները կդառնան 1 միլիոն ընտրող եւ առանց պատերազմի երկիրը կհանձնեն Ադրբեջանին։ Եթե ոչ, ապա այս իշխանությունը պատժի առաջ է կանգնելու։ Ահա այս վախերը այս իշխանություններին դարձրել են իշխանությունը երկիրը կտոր թշնամուն հանձնող չարի վերջի հերոսը։ Ինչու են ուզում վերարտադրվել եւ ինչպես են ուզում վերարտադրվել։ Նրանք ամեն քայլի պատրաստ են եւ սկսել են այդ բոլոր քայլերը, թե բռնաճնշումներով, թե օրենսդրական փոփոխություններով, սկսեմ օրենսդրական փոփոխություններից։ Ընդամենը 5 ամիս առաջ նրանք օրենսդրական փոփոխություն արեցին եւ բոլոր դիտորդական առաքելությունները, ովքեր իրենց իսկ գնահատմամբ կարող են քաղաքական չեզոքություն չդրսևորել, նրանց պետք է զրկել հավատարմագրումից, իսկ ով է ճանաչելու այդ քաղաքական չեզոքություն, չեզոքություն դրսևորելը,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով Վահագն Հովակիմյանն է, ով ինքը քաղաքական չեզոքություն չդրսևորեց նույնիսկ իր իսկ ընտրության ժամանակ, ով ինքը եթե իրեն չընտրեր որպես քաղաքական գործիչ, ապա չեր ընտրվի ԿՀ-ի նախագահ, սիրելի երեխաներ, սիրելի աշակերտներ, որպես անկախ մարմին, հասկանում եք, ինքը որպես քաղաքական գործիչ իրեն ընտրեց որպես անկախ մարմին։ Շատ հրաշալի իրավիճակ է եւ հիմա ԿՀ-ն պետք է գնահատի որևէ դիտորդական առաքելության գործունեության քաղաքական չեզոքությունը եւ նրան զրկի այդ հավատարմագրումից։ Պարզ է, չէ, որ որևէ դիտորդական առաքելություն, եթե բարձրաձայնի ընտրական գործընթացներում այս իշխանությունների հակաիրավական գործունեությունը, նա պետք է զրկվի հավատարմագրումից։ Հաջորդ օրենսդրական փոփոխությունը տեսալսողական մեդիայում էր, հաջորդ քայլը, որ արեցին սահմանադրական դատարանի անդամների ամբողջ կազմը ԿՊ-ականներով ու ԿՊ-ին հաջող մարդկանցով լցրեցին, սահմանադրական դատարանի աշխատավարձի բարձրացման օրենք վերցրեցին, որպեսզի այս բոլոր ուժերը վաղը ընտրությունների արդյունքների մասին եզրակացություն տան այնպես իրենց քիմքին ինչպես հաճելի է։ Եթե պետք է դրական եզրակացություն, եթե պետք է բացասական եզրակացություն։ Սա օրենսդրական փոփոխությունների մասին, իսկ փաստացի քայլերը, որպեսզի վերընտրվեն, նրանք սկսեցին հարձակումը բոլոր ազգային ուժերի վրա, հարձակում անհատների վրա, այն ազգային ուժերի, այն անհատների, ովքեր իզորու են իրենց շուրջ մարդ հավաքագրելու, ովքեր իրենց շուրջ մարդ կարող են հավաքել եւ ովքեր պատրաստ են այս իշխանությունից հեռացնելու պայքարին մասնակցելու։ Նրանք ինչ արեցին, հարձակվեցին եկեղեցու վրա, որովհետեւ եկեղեցին այն ուժն է, ով կարող է, իզորու է մարդկանց համախմբելով խոսել հայրենիքի, խոսել հայրենասիրության մասին, խոսել հայոց պատմության մասին։ Սրանք հարձակվեցին անհատների վրա, սրանք հարձակվեցին երիտասարդների վրա։ Նրանք չեն սիրում երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունը այն ուժն է, որը կանգնելու է պայքարի առաջնագծում եւ իրենց իշխանությունից հեռացնելու պայքար է տանելու։ Դավիթ Մինասյանի գործը վկա, ինչ արեց, Դավիթ Մինասյանը ինչ մեղք ուներ, ինչ էր արել, ով է, իհարկե ոչինչ, ով էր, մի խանգարեք, ով էր Նիկոլ Փաշինյանը եկեղեցում, նա ընդամենը հասարակ քաղաքացի էր, որ պետք է կանգներ ու լսեր պատարագը, եւ գիտեք եկեղեցում պատարագի մասնակից երիտասարդին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը խաթարելու մեջ։ Լսեք, եկեղեցում պատարագի ժամանակ ինչ քաղաքական գործունեություն պետք է իրականացներ Նիկոլ Փաշինյանը։ Սա ուղղակի ձեր ինչ ասեմ, ձեր վերաբերմունքն է երիտասարդությանը, դուք վախենում եք երիտասարդներից, հիմա արդեն ձեր վախը ավելի առաջ է գնացել, վախի արտահայտումը, դուք վախենում եք հայ կնոջից, նորածին երեխա ունեցող հայ մայրերից, դուք վախենում եք հայ մայրերից, որովհետև հայ մայրը վաղվա երեխա ունեցողն է, վաղվա ձեր այս քաղաքականության դեմ պայքարողն է, որովհետև հայ մայրը ընտրողների 52%-ից ավելին է եւ հայ կինը, հայ մայրը ոտքի կանգնես, դուք այլևս իշխանության չեք լինելու։ Դուք ամեն ձեր հարձակումով հատ ցույց եք տալիս, որ ուժերից եք վախենում։ Դա եկեղեցին է, դա հայ զինվորն է ու հայոց բանակը, դա հայոց պատմությունն է, դա հայ մայրն է, երիտասարդությունն է։ Եվ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այո, եթե մենք 21 թվականին այս ամենի մասին չէինք խոսում, իրավիճակն էր այդպեսին, հիմա մենք պետք է ամեն ինչ անենք մեր ձեռքբերումները պաշտպանելու համար։ Սիրելի աշակերտներ, աշխարհում կգտնեք արդյոք որևէ իշխանություն, ով երկու պետություններից մեկը հանձնել է թշնամուն, մյուս պետության սահմաններում թշնամու զորք այսօր գտնվում է եւ դա համարում է ձեռքբերում։ Աշխարհում կգտնեք մի երկիր, որը հայտնում է, որ ինքը գիտակցաբար գնացել է զոհողությունների, որպիսի այսօր իշխանություն ունենա ու շարունակելու է գնալ այդ զոհողություններին իր իշխանությունը պահելու համար։ Ոչ, այսպիսի երկիր գոյություն չունի։ Իսկ միգուցե ձեր հայրենիքը Հայաստանը չի։
Ես այսպիսի հարց եմ ուզում տալ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, պետք է գնալ ընտրությունների, պետք է անպայման մասնակցել ընտրությունների։ Այս իշխանությունները ամեն ինչ անում են, որպիսի ձեր չմասնակցությամբ ապահովեն իրենց տոկոսները, մանդատների թիվը։ Պետք է գնալ միասնաբար, մերժել այս իշխանություններին, միասին այս իշխանություններին մենք կարող ենք հեռացնել։